Բարև ձեզ, Factor TV հյուրը քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանն է, ողջույն, պարոն Խանոմյան։ Հայտնի է դարձել, որ Երևանը եւ Բաքուն բանակցում են, քննարկում են ադրբեջանական նավթ եւ նավթամթերք Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հարցը եւ Ալիևի օգնական Հաջիևն էր ասում, որ անգամ անցած շաբաթվա վերջին ադրբեջանական Գաբալա քաղաքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները այս հարցը քննարկել, հայտնի է, որ հայկական կողմից Մհեր Գրիգորյանը փոխվարչապետներ այնտեղ տեսեք օգոստոսի 8-ից սկսած ինչ որ process-ներ են նաեւ մեկնարկել, նաեւ ղազախական ռուսական ծորենի ներկրումը, բեռների ներկրումը Ադրբեջանով դեպի Հայաստան։ Եթե այս նավթամթերքի գործարքն էլ կանա, կարելի ասել, որ քննադատություններով հանդերձ, բայց լավատեսության հիմք կա սառեցումը, այսպես հալելու։ Չէ, դա բավականին քիչ է ինչ որ ասում եք, որովհետև այդ տիպի ապրանքաշրջանառություն նախկինում էլ կա։ Բոլորս կարծես թե մոռանում ենք Սադախլուի ժամանակները։ Չէ, ես օրինակ փոքր ժամանակ եղել եմ, լավ հիշում եմ։ Այո, բայց Սադախլուի ժամանակները դրանից առաջ, այսպես 90-ականներին, նույնիսկ պատերազմի ժամանակ այդ տիպի առևտուր գոյություն ուներ Վրաստանի միջոցով։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, թե հացահատիկի հետ կապված թե նավթամթերք էլի Վրաստանի միջոցով է։ Եվ մեծ հաշվով դա ցույց տալ որպես մեծ հաղթանակ եւ այլն ճիշտ չէ։ Ինչ մեծ հաղթանակ չէ, բայց լավ հաջողություն կարելի է համարել, եթե Հայաստանը ապաշրջափակման շրջանակներում տրամաբանության մեջ օգտվեր տարբեր ենթակառուցվածքներից եւ Հայաստանի միջոցով անցնեն տարբեր ենթակառուցվածքներ։ Առաջին հերթին դա կենտրոնական Ասիայից եկող Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով կամ Հայաստանով, Վրաստանով եւ այլ տեղերով անցնող երթուղիների մասին է։ Եվ ամենանպաստավորը այդ երթուղիներից, հատկապես երկաթգծի, նաև ավտոմոբիլային տրանսպորտի տեսանկյունից, Աղստաֆա, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս երկաթգիծը կարող է լինել, որը 300 կիլոմետրով ավելի կարճ է, քան Վրաստանով անցնող ճանապարհները, երկաթգիծը եւ ավտոճանապարհը, եւ Մեղրիով ապագայում անցնելիք ճանապարհ, դրանից էլ կարճ է։ Ինչու մինչև հիմա Հայաստանը գոնե իր ներսում այս ամենը չի կարգավորել։ Նկատի ունեք ենթակառուցվածքներ վերականգնել։ Այո, ասենք Դիլիջանի հատվածում մի փոքր սողանք ունենք եւ Դիլիջան Վանաձոր հատված ունենք կառուցելու երկաթգծի, դա գոյություն չունի, էլի երկաթգիծը նախկինում Իջևանից դեպի Հրազդան էր գնում ճանապարհը բոլորովին ուրիշ տրամաբանության մեջ էր խորհրդային միության, բայց այս դեպքում մենք դնում ենք միջին միջանցքի տրամաբանության մեջ եւ այսպիսով ունենում ենք կարևոր ենթակառուցված, կարևոր տրանզիտային դեր, этапաշրջափակումից ունենում ենք մեծ դիվիդենդներ եւ այսպես շարունակ։ Այն ինչ որ այսօր է կատարվում եւ սենց ինչ որ գրոշներ շպրտելով փորձում են հայաստանյան հանրությանը համոզել, որ Հայաստանն էլ է դրանից օգտվում, դա Հայաստանի շրջափակման դեֆակտո շարունակումն է, Չնայած մատակարարումներին, հա, ծորենի կամ եթե նավթամթերք էլ բերեն։ Հիմա ընդհանրենք ծորենը ինչ որ վրացական ընկերություն ղազախական ծորենա բերել Ադրբեջանի վրով, հետո վերավաճառել Հայաստան, մի քիչ բան է լինում, որոշակի գնային տատանումներ լինում են, բայց այդ տիպի ենթակառուցված մեծ հաշվով միշտ էլ գոյություն ուներ, էլի, խոսքը բոլորովին այլ բանի մասին է, խոսքը նրա մասին է, որ նույն այդ միջին միջանցքի մասին, որ խոսում են, արևմուտքն է հատկապես խոսում, հիշում եք Բայդենի վարչակազմի ժամանակ ավելի ինտենսիվ էին խոսում եւ մեծ հույսեր էին կապում դրա վրա, մեծ բաներ են դրա շուրջ պլանավորում, այսօր էլ Տրամպի վարչակազմը կարևորում է, Եվրամիությունը կարևորում է, հայտարարում են միլիարդավոր դոլարների ներդրման պատրաստակամության մասին եւ այլն։ Հա, կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապող ուղու մասին է խոսքը։ Եվ այսօր ընդհանրապես Չինաստանից կամ Հնդկաստանից եկող տարբեր ուղիներ Եվրոպային կապող ուղիների շուրջ լուրջ
պայքար է սկսել աշխարհում։ Եվ Հայաստանը այդ ուղիների վրա է գտնվում։ Հայաստանը այս ուղիներից մեկի վրա է գտնվում, որը սակայն փորձում են շրջանցել։ Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը կառուցում են Կարս-Եգդիր-Նախիջևան երկաթուղին շրջանցելու համար Հայաստանի։ Գնայք, իսկ ամերիկյան գործոնը կարող է այստեղ նպաստել, որ Հայաստանի տարածքն օգտագործվի, որովհետեւ Թրամփի ուղի կոչվածը դա միայն մեկ գնացքի ռելս կառուցելը չի, ոչ էլ մի ճանապարհ, դա նաև խողովակաշարեր, մալուխագծեր, համ եւ Նիկոլ Փաշինյանը ինչքան հիշում եմ, վերջերս ասում էր, որ Ալիևի հետ քննարկել են հատկապես վերջին երկու տարբերակը մալուխագծեր, խողովակաշարեր կառուցել հնարավորություն ավելի կառուցեցին այդ 45 կիլոմետրի վրա նաև մալուխներ, խողովակաշարեր եւ այլն։ Ասես դա մի քիչ վերև է։ Մի քիչ վերև կառուցեցին այդ նույն Տրամփի ուղու շրջանակներում, այդ տրանզիտային գումարների մեծ մասը տարավ ամերիկյան ընկերությունը, չէ, այդպիսի նախնական պայմանավորվածությունը։ Եվ ինչ դրանից Հայաստանին, ես ասում եմ, որ Հայաստանի դերը էականորեն կբարձրանար, եթե այդ ենթակառուցվածքները անցնեին իմ ասած գծով։ Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս, արևելյան կողմից էլ Ադրբեջանի սահման։ Այս կարևոր ու ամենակարճ ու ամենաարդյունավետ ուղին պետք է լիներ հայկական դիվանագիտության թղթերի վրա արևմուտքին համոզելու, որպեսզի այս ուղղությամբ շարժվենք, այս ուղղությամբ լոբինգ անենք։ Որովհետև մեծ հաշվով, եթե նպատակը կարճացնելն է ավելի, իդե բավականին թանկ է այդ ցամաքային ուղին լոգիստիկ առումով, ավելի կարճ ծովային ճանապարհներն են եւ ավելի ոչ թե կարճ, ավելի էժան, եւ հետեւաբար անընդհատ գինի իջեցնելու խնդիր է դրված եւ այդ 300 կիլոմետրը ինքնին էլ հասկանում եք, որ լուրջ էականորեն կարող է ազդեցություն ունենալ գնի վրա։ Հետեւաբար, երբ որ հյուսային ճանապարհները Ռուսաստանի դեմ սանկցիաների պատճառով առայժմ փակ են, այս պատեհությունը մենք պետք է օգտագործեինք Հայաստանը տարանցիկ ուղու մաս դարձնելու համար։ Եվ ոչ թե ասենք ինչ ենք ստանում ի վերջո Ադրբեջանին հնարավորություն ենք տալի անխոչնդոտ Նախիջևանի հետ կապվելու, հնարավորություն ենք տալիս այդ միջին միջանցքի առավելագույն հատվածը հարավային Կովկասի Ադրբեջանի տարածքով անցկացնելու, հա, Ադրբեջանի հիմնական տարածք Նախիջևանի տարածք եւ ընդամենը մի փոքր մասը մեր տարածք, այսինքն այդ տրանզիտային գլխավոր դիվիդենդները ստանալու են Ադրբեջանը եւ Թուրքիան, հա, Կասպից ծովից դեպի ենթադրենք թուրքական նավահանգիստներ այդ առևտրային ուղիների հետ կապված։ Իսկ կողմից ելի եմ կրկնում տարբեր դերակատարներ, նույն Էմիրատները, Սաուդյան Արաբիան, Իսրայելը փորձում են ենթադրենք Իրանը շրջանցող ճանապարհներ կառուցել Հնդկաստանից դեպի միջերկրական ծով, Չինաստանն է փորձում մի քանի ուղիով կառուցել իր ճանապարհները, ընդհանրենք Պակիստանի վրով դեպի նավահանգիստ եւ Աֆղանստանի ու Իրանի միջոցով էլի դեպի Թուրքիա եւ այլուր կամ Պարսից ծոց։ Հետևաբար լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում, լուրջ փողեր են ներդրվում եւ հայկական կողմի գլխավոր նպատակը պետք է լինի այդ փողերի մի մասը բերել Հայաստան։ Նամանավանդ նույն Եվրամիությունը հայտարարել է 10 միլիարդ եվրո միջին միջանցքի ծրագրերի վրա ներդնելու համար։ Այս պահին Ադրբեջանը կարծես թե բանակցում է դրանից 800 միլիոնը ստանալու համար Նախիջևանում ստեղծվելիք ենթակառուցվածքների կառուցման համար։ Թուրքիան է փորձում տարբեր եվրոպական ֆոնդեր ներգրավել, Կարս-Եգդիր, Նախիջևան, այսինքն ենթակառուցվածքներ, որոնք շրջանցում են Հայաստանը։ Եթե մերի երկաթուղին գնար երասխով էլի գար մտներ Գյումրի եւ շարունակեր Թուրքիայում եւ այլն, էլի կարելի էր համարել, որ ոչինչ Հայաստանն էլ է մաս կազմում, բայց կարծում եմ Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր նպատակներից մեկը Հայաստանին ենթակառուցվածքային տարբեր ծրագրերից դուրս թողնելն է։ Հասկացա, պարոն Խանոմյան, այս թեման շատ հետաքրքիր է եւ մենք կարող ենք դա շարունակել, բայց կուզեի նաեւ գանք ներքին քաղաքականություն։ Տեսեք,
Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը այս զարգացումները Ադրբեջանի հետ կնքված օգոստոսի 8-ի հռչակագիրը պայմանագիր նախաստորագրված եւ այլն բերում է որպես ձեռքբերում եւ քաղաքացիներն ասում են, եթե ուզում եք, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը ինստիտուցիոնալ մակարդակում ամրագրվի եւ մենք ստորագրենք այդ պայմանագիրը, խաղաղությունը վերջնական լինի եւ այլն, ընտրեք մեզ։ Այդ դուք որպես նաեւ քաղաքական գործիչ, ինչ եք տեսնում այն մյուս դաշտում, ասենք պայմանական, ասենք ընդդիմության մեջ, եթե կոնկրետացնենք, ավելի խորհրդարանական ընդդիմության մեջ, որը եթե իրենց լսես, էլի հավակնում են այս իշխանություններին հեռացնել 26-ի ընտրությունը։ Եվ այս ընտրանքում ում դիրքերն են ավելի ուժեղ։ Իմ կարծիքով խորհրդանական ընդդիմությունը այս առումով բավականին խոցել է եւ օգոստոսի 8-ից հետո կարծես թե գտնվում է ավելի վատ վիճակում, որովհետեւ լուծումներ չի առաջարկել մինչեւ այդ, որովհետեւ այսպես իրենց թվում է թե որ պաշարված ամրոցի կամ չգիտեմ ինչ լոգիկայով փորձեն լուծումներ առաջարկել, դա կաշխատի։ Բոլորն, այսինքն պետք է ավելի ճկուն լինել եւ հասկանալ իրողությունները եւ հասկանալ իրավիճակը, աշխարհակական փոփոխությունները եւ դրանից ելնելով առաջարկել լավագույն լուծումները Հայաստանի համար։ Ընդ որում, ես դեմ չէի լինի, եթե օրինակ այդ ենթակառուցվածքային այսպես ասած մեկուսացումը չվերաբերել միայն արևելք արևմուտքին եւ խոսեն օրինակ հյուսիս հարավի մասին, որը եւս շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է։ Օրինակ կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության համար լուրջ խթան կլիներ օրինակ աբխազական երկաթուղու գործարկումը, որպեսզի նույն ղազախական ցայնը ոչ թե մտներ Ռուսաստան դեպ երկաթուղով գար Ադրբեջանը դեպ Վրաստան, այլ ուղղակի Ռուսաստանից Աբխազիա եւ Վրաստանի միջով գար Հայաստան։ Ընդ որում հետաքրքիր բաներ ասում էր հայտնի քաղաքագետներից մեկը 2000-ականների կեսերին, ասում էր Հայաստանի տնտեսական վատ վիճակը հետևանք էր ոչ թե Ղարաբաղյան կոնֆլիկտի 90-ականներին, այլ աբխազական կոնֆլիկտի։ Սա հետաքրքիր բան է եւ կարող են օրինակ այդ հյուսիս հարավից խոսել կամ չգիտեմ ինչից խոսել։ Ամենայն դեպս ես տեսնում եմ, որ խորհրդանական ընդդիմությունը ցավոք սրտի այս առումով քիչ թե շատ հետաքրքիր լուծումներ չի առաջարկում, ընդ որում այն ինչ որ առաջարկում է Փաշինյանը կամ իշխանությունը մեծ հաշվով PR-ը, որը հատկապես Տրամպի մասնակցությամբ հարստացել է այդ PR-ի բաղադրիչը, բայց ելի եմ նշում, Հայաստանը դուրս է մնում լուրջ լոգիստիկ ենթակառուցվածքներից, գնում է Հայաստանի շրջանցելու քաղաքականություն եւ ընդդիմությունը ընդհակառակը պետք է քննադատեր, որ ինչու ավելի ակտիվ չի աշխատվել Հայաստանը այդ ենթակառուցվածքների մաս դարձնելու համար, բայց հենց սկզբից, քանի որ իրենց լոգիկան բոլորովին ուրիշ է եղել, ընդհանրապես այդ ենթակառուցվածքների միգուցե, չգիտեմ, արևմտյան լոգիկայով ստեղծումն են քննադատել եւ այլն, դրա համար է խնդիր ունեն այսօր այդ ամենը անելու։ Չեն կարող ասել ավելի լավ բանակցեք, որ այդ ենթակառուցվածքները կառուցեն, որովհետեւ իրենց տրամաբանությունը, ասես ասենք, փակվելու տրամաբանություն է։ Եթե ոչ փակվելու կամ դրանից վտանգի զգալու կամ վտանգի զգացողություն գոյություն ունել, եթե Ադրբեջանի համարի որևէ հնարավորություն ստեղծում է։ Բայց դե հիմա այս աշխարհում ամեն ինչ վտանգ է, այդ տրամաբանության։ Ես չեմ կարող շատ մանրամասն հասկանալ պատճառները, հնարավոր է նաև կարողությունների պակասն է, հնարավոր է նաև աշխարհակաղակական կողմնորոշումներ, մոտիվացիան ես չեմ կարող ասել։ Եկեք ես փորձեմ մի հուշող հարց տալ, միգուցե այս տրամաբանությամբ առաջնորդվենք։ Տեսեք, Փաշինյանի իշխանությունը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով ասում է փակված է Արցախյան հարցը, մենք դիմակայության եւ առճակատման տրամաբանությամբ չենք առաջնորդվելու տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում, խաղաղություն եւ այլն։ Այսինքն նրանք պարզ ասում են, ասենք օրինակ Թուրքիայից չեն պահանջում, հա, ցեղասպանությունը հենց հիմա ճանաչել, թե չէ մենք չենք բանակցի, ասենք կարգավորման։ Չնայած Սերժ Սարգսյանն էլ չէր
այդպես ոչ մեկը նախապայման չի դրել, ցեղասպանության բայց նաև այս իշխանությունն ասում է մեր արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթ հարց չի, հստակ ցույց տալով, որ անգամ չեն էլ հետապնդում եւ հիշում եք Փաշինյանի այդ հայտարարությունը, որ ես օտարերկրյա տարբեր ղեկավարների հարցում եմ ինչու եք ասենք ցեղասպանությունը ճանաչում եւ այլն։ Ուզում եմ ասել առաջնահերթ չեն համարում օրակարգեր, որոնք առաջնահերթ են եղել տասնամյակներ շարունակ։ Այ ընդդիմությունը ոնց է սրան հակադարձում։ Տեսել ասում եմ էլի, թող ընդդիմությունն էլ ասի, լավ, դու այդ ամեն ինչը առաջնահերթ չես համարել, ամեն ինչից հրաժարվել ես, փորձում ես նոր հանրապետություն կերտել, նոր եկեղեցի կերտել, նոր ինքնություն կերտել եւ այլն։ Դրա գինը պետք է լիներ բարեկեցությունը Հայաստանի, դրա գինը պետք է լիներ ապաշրջափակումը, դրա գինը պետք է լիներ Հայաստանի մասնակցությունը խոշոր պրոյեկտների։ Եթե այդ ամենը չկա, եթե նույն Թուրքիան ու Ադրբեջանը էլի հոխորտում են, տարբեր բաներ են, հռետորաբանություն են օգտագործում, որը մեր սուվերենիտետին, ազգային անվտանգությանը լրջորեն հակասում է, սպառնում է։ Եթե հսկայական փողեր են ծախսում, այդ թվում մեր բարի կամեցողների մասնակցությամբ Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքների կառուցման վրա, նշանակում է մի բան սխալ ես արել, մի բան սխալ ես անում։ Եվ հետեւաբար ուզում եմ ասեմ ընդդիմությունն էլ լրջորեն պիտի այս հարցերի մոտենալ։ Ընդհանրապես ես կարծում եմ մի քիչ հայաստանյան քաղաքական դաշտը լուրջ անտագոնիստական է։ Ես կարծում եմ, որ այդ փոխադարձ ատելության մակարդակը պետք է մի քիչ նվազեցնել եւ կարեւոր հարցերի շուրջ ոչ առաջին մակարդակներով, որովհետեւ ել եմ կրկնում ատելության մակարդակը փոխադարձ բավականին բարձր է, բայց գոնե այդ կուսակցություններին ուժերին քաղաքական մոտ էքսպերտային գործիչների թեկուզ քաղաքական բայց փորձագիտական բազա ունեցող գործիչների մասնակցության որոշակի հարցերի շուրջ լուրջ քննարկումներ անելն է, որովհետեւ պետականության փորձ չասեմ չկա, բայց այդ ավանդույթները չեն ձևավորվել միգուցե այս դավաճանություն գիտեք կորակվի, եթե ընդդիմադիր ինչ որ էքսպերտները խումբ պարտադիր չի դա հրապարակային անեն։ Գնան իշխանականների հետ հանդիպեն, ինչ որ բան քննարկեն, գիտեք դա թող նրանք գնան հանդիպեն, որևէ խնդիր չկա, խորհրդանում են, բոլորը միասին աշխատում են, իրար բարևում են, կաբինետները իրար դեմ դիմացա, դժվար չի մի սուրճի սեղանի շուրջ կանչել բոլոր խմբակցություններին, հրավիրել, կապ չունի որ կողմից են հրավիրում, եւ օրինակ այդ ենթակառուցվածքային տարբեր սցենարներ քննարկել, սցենարային իրավիճակներ քննարկել, ինչ որ բան խաղել, ռիսկերի կառավարում փորձել, որպեսզի հասկանան ամեն մեկը իր առաջարկը անի, ամեն մեկը բան անի առանց էմոցիաների, առանց իրար հայհոյելու, առանց բան եւ առանց տեսախցիկների ու լրագրողների։ Միթե այս ամեն ինչ ի վիճակի չեն կանելու։ Ասում եք Ադրբեջանում 100 տեսակի սցենար են պատրաստում, Թուրքիայում առավել եւս Թուրքիան մի քիչ կայսրության փորձառություն ունի եւ իր պլանները շատ ավելի երկարաժամկետ ու շատ ավելի ռազմավարական են, քան Ադրբեջանինը, որը մի քիչ ավելի շուտ արդյունքի հասնելու ցանկություն ունի հատկապես Արցախում հաղթելուց հետո։ Հետևաբար պետք է այս ամեն ինչը մի կողմ դնել, հո ժողովուրդը գերի չի ընկել այդ թշնամանքին։ Հիմա լավ հասկացանք, մեկը մյուսին չեք ընդունում, իրար դավաճան ու թալան չեք անվանում, բայց համենայն դեպս երկուստից ստացել եք ժողովրդի ձայնը։ Դա ենթադրում է, որ եթե ժողովուրդը ձեզ գործուղել է երկուսիդ էլ իշխանության մարմիններ, նկատի ունեմ որպես կառավարող ուժ, որպես ընդդիմադիր ուժ, բայց երկուստ էլ իշխանություն է, օրենսդիր, օրինակ, ուրեմն պետք է կարողանաք իրար հետ նստել եւ խոսել։ Դե դա լայնախոհության շատ մեծ մակարդակ է ենթադրում պարոն Խանոմյան, չէ՞։ Դե դրա համար էլ ցավոք սրտի կունենանք այն ինչ որ ունեցել ենք այս վերջին տարիներին, դա լուրջ խնդիր է, ընդհանրապես Հայաստանում կարողությունների զարգացում է թվում, քաղաքական մտքի, քաղաքական ներուժի զարգացումը շատ
կուսակցական կարողությունների զարգացումը շատ լուրջ խնդիր է։ Իսկ գաղափարական պայքար կա Հայաստանի քաղաքական դաշտում։ Օրինակ եկեղեցու շուրջ տեսնում ենք ինչ իրադարձություն է, այստեղ գաղափարական ինչ-որ բան դուք գտնում եք։ Ես չգիտեմ ինչ պայքար է գնում, սկզբից թվում էր թե դա էլի ներքաղաքական պայքարի մաս է, եկեղեցին որոշակի առումով քաղաքականացվել էր եւ Փաշինյանը փորձում էր ջախջախել իր քաղաքական ընդդիմախոսին, իդեմս կաթողիկոսի։ Բայց հետո երբ որ սկսեց մտնել պատարագի տեքստերի խմբագրման մեջ, ինչ որ կանոնական, չգիտեմ ինչերի մեջ, ինձ արդեն թվում է, որ սա բոլորովին էլ ներքաղաքական պայքարի մաս չէ, սա ավելի մեծ ինչ որ բանի մաս է եւ ենթադրում եմ, որ դա այդ ազգայնականությունը ճնշելու կամ ազգայնականության տարբեր բաղադրիչներ ոչնչացնելու ծրագրի մեջ է։ Ազգայնականությունը ամենալուրջ զգացումն է, որ երևի 19-րդ, 18-րդ դարից սկսած առաջ է շարժում ժողովուրդներին եւ եթե օրինակ ժամանակին նույն արևմուտքը աջակցում էր հայկական ազգայնականությունը խորհրդային կայսրությունը կործանելու հետ կապված ձեռնտու էր, ապա հիմա պետք է ճնշեն հայկական ազգայնականությունը նոր կայսրության ստեղծումը չխոչընդոտելու առումով։ Իսկ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Թուրքիա տարածքում նոր կայսրության ստեղծման։ Եվ այդ առումով Հայաստանն ու Վրաստանը որոշակի պետք է ճնշվեն, հայկական վրացական ազգայնականությունը պետք է իրենց տեղ իմանան, որպեսզի կարողանան այդ ապակա կայսրության թուրքական կայսրության մասին է խոսքը, որը մեծ հաշվով զուտ աշխարհակաղակական առումով ձեռնտու է շատերին, որովհետև կարող է հակաչինական ուժ դառնալ, հակառուսական ուժ դառնալ, հակաիրանական ուժ դառնալ։ Ներկայացուցիչ եթե այստեղ լիներ, կասեր պարոն Խանոմյան, մենք պայքարում ենք եկեղեցում առկա բացասական բարքերի դեմ եւ լավագույն երազներում անգամ չարժի կաթողիկոսին ներկա, չնայած իրենք այլ անուն է տալիս տվյալ անձին, կապել ինչ-որ ազգայնականության կամ բանի հետ, հա, այնքան բարքերը կաթողիկոս չի, ես վստահ եմ, որ նույնիսկ կաթողիկոսի փոփոխությունից հետո, եթե իրենք հասնեն էլ կաթողիկոսի փոփոխությանը եւ իրենց ցանկալի անց չընտրվի, իրենք շարունակելու են փորձել քանդել այդ այն ինստիտուտները, որոնք կարող են ազգայնականության վրա ազդեցություն ունենալ կամ ազգայնականության բաղադրիչ լինել։ Մեր ազգային մշակույթի կարևորագույն մասը հայ առաքելական եկեղեցին։ Ազգային մշակույթը ազգայնականության հիմքն է եւ հետեւաբար այդ ամեն ինչի կամ այդ պատմության վերաշարադրման փորձերի, չգիտեմ ինչի, ամեն օր մի հատ ինչ որ բանա գրառում անում Facebook-ում, շոկի մեջ դնելով քիչ թե շատ տառաճանաչ հանրությանը, այս վերջերս եկեղեցու շուրջ էր, չէ՞, արել որ պետությունն է իբրև ստեղծել 300 եւ առաջարկում էր դրոշ դնել եկեղեցիներում։ Այական չի ինչ էր առաջարկում, բայց այդ պատմության վերաշարադրումը այդ ինքնին արդեն խնդիր է, որ տեսնում ենք այս գործիչը, վարչապետը բոլորովին ուրիշ ճանապարհով է գնում, բոլորովին ուրիշ տրամաբանության մեջ է։ Եթե սա տեղավորվեր ներքաղաքական պայքարի մեջ, էլի հասկանալի կլինենք, ասենք, օքեյ, մյուսը քաղաքականացվել է, սա փորձում է իր քաղաքական օպոնենտին վերացնել կամ թուլացնել։ Բայց բոլորովին ուրիշ բան ենք տեսնում, քան այդ քաղաքական օպոնենտին վերացնելն է։ Այո, եկեղեցին մենք գիտենք, որ խնդիրներ ունի։ Այդ բարձրաստիճան հոգևորականները խնդիր ունեն, բայց մենք տեսնում ենք, որ ինքը այդ խնդիրները չի վերացնում, ընդհակառակը ավելի մեծ մեղքեր ունեցող հոգևորականների միջոցով է փորձում ազդեցություն ունենալ եկեղեցուն ներկայիս բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների վրա եւ այսպես շարունակ։ Գարեգին երկրորդը զրկված է ձեր կարծիքով լայն աջակցությունից հնարից, որովհետեւ այսօր Վագն Ալեքսանյանն էր մեր հյուրը եւ նա մեծ համոզմունք ուներ, որ խնդիրը այս 10 եպիսկոպոսներով չի սահմանափակվի, նորերը կմիանան եւ այնպես ինչ-որ ենթադրում էր, որ ավելի շատ դա վերլուծության արդյունք էր, որ Գարեգին երկրորդի հեռացումը հաստատ կլինի։
Ես չգիտեմ, ԱԱԾ-ն ում տանը կամ ում բարեկամի տանը ինչ բաներ է դրել, տեսա խցիկներ է դրել եւ ինչ կոմպրոմատներ է փորձում կորզել։ Կարծում եք այդ ճանապարհով են գնում։ Դե մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհով են գնում եւ իրանք էլ բացահայտ հայտարարում են, որ այո, նույն ԱԱԾ-ն միջամտում է օրինակ պատարագի տեքստի խմբագրման հարցերում եւ այսպես շարունակ։ Բայց ես մի ուրիշ բան եմ ուզում ասել, ելի կապելով մեր խոսակցության սկզբի հետ։ Ես ասում եմ, որ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են գնում, տարածաշրջանում լուրջ վերաձևումներ են ունենում եւ ստեղծում են ենթակառուցվածքներ, որոնք պիտի հավանաբար կանխորոշվեն առաջիկա տասնամյակները։ Եվ կարևորագույն մի հանգամանք, երբ օրինակ այդ կրոնական կազմակերպությունների ուժեղ լոբիստական դիրք ԱՄՆ-ում, քրիստոնեական կրոնական կազմակերպությունները մեծ ազդեցություն ունեն թե հանրապետական կուսակցության, թե դեմոկրատական կուսակցության վրա, ավելի մեծ քան հայերական կազմակերպությունները։ Եվ այսօր Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է այդ կազմակերպությունների հետ։ Մեկ ամիս կես առաջ մորմոնական պատվիրակության ընդունեց Բաքվում Ալիևը եւ այլն։ Եվ մենք, որ քրիստոնյա առաջին քրիստոնեություն ընդունած պետությունն ենք, որ ունենք աշխարհի տարբեր երկրներում սփռված կրոնական կառույցներ, ոչ միայն հայ առաքելական եկեղեցին իր տարբեր թեմերով, պատերազմություններով եւ Կիլիկիո կաթողիկոսությամբ, այլ նաեւ հայ ավետարանչականները, հայ կաթողիկ եկեղեցին, տարբեր կրոնական կազմակերպությունների հայկական մասնաճյուղերի եւ այլն։ Ինչու մենք չենք օգտագործում այս ամբողջ ներուժը հայկական շահերը առաջ մղելու համար, հայկական նպատակները օրակարգ դարձնելու համար տարբեր մայրաքաղաքներում։ Միգուցե այդ շահերը չենք ձևակերպել, միգուցե այդ նպատակները չենք ձևակերպել, դրա համար եմ ասում քաղաքական ուժերը պետք է նստեն այս թեմաների շուրջ խոսեն, գոնե այդ կարևորագույն հարցերի շուրջ գան կոնսենսուսի, կարևոր նպատակներ ձևակերպեն եւ փորձեն աշխատել աշխարհի հետ։ Բա Փաշինյանը չի լինելու, Պողոսն է լինելու, Պետրոսն է լինելու եւ կանգնելու ենք արդեն կատարված իրականության առջև։ Այսօր ելի եմ կրկնում, տարածաշրջանը ակտիվորեն փոխվում է, վերաձևվում է եւ այսօրվա ստեղծվելիք իրողությունները մեծապես ազդելու են հետագա տասնամյակների գործընթացների վրա։ Շատ լավ, ավարտելով ձեր անձնական ծրագրերը, արդյոք ակտիվ քաղաքականության մասին են 26-ին ընդառաջ մասնակցել ընտրություններին կուսակցություն հիմնել, ունենք նորություններ այս մասին։ Շատ դժվար հարց եք տալիս, ցավոք սրտի քաղաքականությունը, քաղաքական գործընթացները մեծ ռեսուրսներ են պահանջում այսօրվա Հայաստանում, հատկապես որ քաղաքականությունը ակտիվորեն պտտվում է ռեսուրսների շուրջ այսօրվա Հայաստանում եւ ես չեմ կարծում, որ արժի այնպիսի ուժ ստեղծել, որ անցողիկ չի լինելու, դա խանգարելու է ընդհանրապես քաղաքական գործընթացներին, հետեւաբար այս առումով ես կարծում եմ, որ շատ մեծ մասնակցություն չի լինի անձամբ իմ կողմից, բայց ամենայն դեպս տարբեր ձևերով կփորձենք լոբինգ անել տարբեր գաղափարներ, պայքարել տարբեր լուծումների ավելի հանրահռչակման կամ քաղաքական ուժերի օրակարգ մտցնելու միջև։ Կներեք, պարոն Սամվել Բաբայանը կարծես մտադիր է մասնակցել, դուք թիմակից չեք այս բանը։ Ես թիմակից եմ, եթե մասնակցի եւ ռեսուրսներ գտնեք, բայց չեմ կարծում, որ նույն Սամվել Բաբայանը կարողանալու է ռեսուրսներ գտնել, արդեն ժամանակն է, որպեսզի ակտիվ աշխատանք տարվի, տարբեր մենք այս ընթացքում անցած Ղարաբաղի կորստից հետո այս 2 տարվա ընթացքում ես տասնյակ եւ Բաբայանի հետ միասին եւ առանձին տասնյակ մարդկանց հետ ենք հանդիպել, տասնյակ մարդկանց ենք փորձել նույն գաղափարի տարբեր հարցերի լուծման շուրջ համախմբել, բիզնեսի լայն շրջանակների հետ եմ հանդիպել եւ հասկացել, որ մեծ հաշվով քաղաքականությունը կենտրոնացված է իշխանության, նախկին իշխանությունների եւ խոշոր բիզնեսի շուրջ, այսինքն մարդիկ, ովքեր փող ունեն եւ ովքեր անձամբ են ուզում ներգրաված լինել այդ գործընթացներում։ Սա դժվար իրականություն է, բիզնեսը պատրաստ չի այս շրջանակից դուրս փող դնել, նաեւ որոշակի վախեր ունեն, որոշակի սահմանափակումներ ունեն,
որոշակի ճնշումների են ենթարկում կամ հստակ ճնշումների են ենթարկում եւ հետեւաբար սա լուրջ խնդիր է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Հայկ Խանոմյանին։